Բարև բարեկամներ, Հանրապետությունում այսօր նշվում է բուժաշխատողի օրը, ինչի արդիվ առողջություն ծրագրի ստեղծագործական խումբը շնորհավորում է բոլոր բուժաշխատողներին։ Որպես օրվա անդրադարձ խոսենք այն բժիշկների ու բուժքույրերի մասին, ովքեր կամավորագրվում են հասարակական կազմակերպություններին ու մարդասիրություն տարածում։ Օրերս Արցախ էին ժամանել Ամենայն հայոց արձագանք և Global Hope Partners հասարակական կազմակերպությունները, նրանք եղան մեր շրջանային հիվանդանոցներում հույս սեր ու հավատ սերմանելով ու միաժամանակ ինչ-որ կերպ թեթևացնելով տեղի բուժաշխատողների հոգսերը։ Կազմակերպությունը ստեղծվել է 2012 թվականին։ Մեր կազմակերպության հիմնախնդիրն է աշխարհի ոչ հայաբնակ քրիստոնյա համայնքների ներկայացնել հայկական հիմնահարցերը, 15 թվականի ցեղասպանության ճանաչում, դատապարտում, Ղարաբաղի անկախության ճանաչում, ինչպես նաև մեր երկու հանրապետությունների ընդհանուր զարգացումը։ Իր ստեղծման օրվանից կազմակերպությունը եղել է օգնել եղբորդ քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից մեկը, ինչպես ասենք մենք Սիրիայի պատերազմին օգնություններ ենք ուղարկել, դրանից հետո մասնակցել ենք Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի բնակեցմանը, նման այցելություններ Global Hope Partners-ի հետ համատեղ մենք սա մեր արդեն երրորդ այցելությունն է Ղարաբաղ, որով որ նպաստում ենք Ղարաբաղի ճանաչման հարց, Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին։ Արդեն մեր արձանագրված հաջողություններից է, որ Կալիֆոռնիայի Հայլենդ քաղաքը ճանաչեց Ղարաբաղի անկախությունը, Քույր քաղաքի պայմանագիր կնքվեց Քաշաթաղի հետ, դրանից հետո ունեցանք բժիշկների այցելություն Կովսական, որտեղ որ մի շաբաթվա ընթացքում անվճար բժշկական խորհրդատվություն մատուցվեց, ու հիմա այս խումբն, որը որ այցելել է, մենք այցելել ենք արդեն Մարտակերտ, Հադրութ, Մարտունի եւ այսօր էլ այստեղ ենք։ Ամերիկացի բրաուն ամուսինները զարմացրեցին իրենց հայրենի իմացությամբ, չունենալով հայկական արմատներ, բայց անչափ սիրելով հային ու Հայաստանը, նրանք մերվել են մեզ ու օգնության ձեռք մեկնել։ Մենք Քրիս ու Գրեչեն Բրաուն ենք, մենք ամերիկացի ենք եւ Հայաստանում ենք ապրում արդեն 9 տարի։ Եվ իմ ամուսինը ինքը նահագան է մեր կազմակերպության, կոչվում է Global Hope Partners։ Մենք կազմակերպում ենք տարբեր ծրագիրներ, օրինակ այս ծրագիր, որ կազմակերպել ենք, մենք բերել ենք տարբեր բժիշկներ Ամերիկայից, որպեսզի թեթևակի օգնություն բերենք, նրանք կոնսուլտացիա ենք անում եւ ստուգում ենք մարդկանց Արցախում, որպեսզի մենք մի կերպ օգնենք եւ մեր աջակցություն ցույց տանք եւ մեր սերը եւ մեր սիրտը բացենք եւ մենք ուղղակի ամեն կերպ ուզում ենք ուղղակի ցույց տանք, որ մենք ձեր հետ ենք։ Նրանք բոլորը ընտանեկան բժիշկներ են, թերապևտ են եւ նրանք մենք եղել ենք եւ Մարտակերտում, եղել ենք Հադրութ, եղել ենք Մարտունի եւ այսօր մենք Ասկերանում ենք եւ մարդկանց կոնսուլտացիա ենք անում, թեթև աչքերի ստուգում ենք անում եւ փորձում ենք մեր լավագույն անենք, որ օգնենք եւ մենք տեսնում ենք, որ մարդկանց ստրես են ապրում, անհանգիստ են իհարկե եւ փորձում ենք ասենք, որ մենք ձեր հետ ենք, մենք քրիստոնյա ենք եւ պիտի իրար կողք լինենք։ Our organization is Global Hope Partners, and we are a small company, but we try to help with the quality of life. We try to do things just to help people to know that they're not alone, that God loves them, and that we love them. We try. That's one thing that we do because we should have hope. If you don't have hope in the future, the Americans that are coming, they just want to help and to support our organization
and just to show the love of God to Արցախ ժամանած ամերիկացի բոլոր բժիշկներն էլ հմայված էին մեր վնաշխարհի գեղեցկությամբ, մարդկանց բարյացակամությամբ։ Իսկ հիվանդներն ամենտեղ նույնն են նրանց պնդմամբ։ Ոմանք տեղեկացված են, ոմանք անտարբեր սեփական առողջության հանդեպ, իսկ ոմանք էլ կամակոր։ I find the country very beautiful. The people are very warm, very loving. The food is tremendous. I'm enjoying myself very much. We are seeing a great deal of people that have been affected by the war. Trouble with sleeping, trouble with concentrating, headaches, sadness. The war has had a very big impact on the people. Proud to. I love the areas. The people are friendly. Ես շատ եմ սիրում այստեղ, մարդիկ շատ ընկերասեր են ու բոլորը շատ հյուրասեր էին, մեզ լավ ընդունեցին։ Ես շատ եմ գնահատում նրանց հյուրասիրությունը ու եթե ես երբևէ հնարավորություն ունենամ վերադառնալու, ես կվերադառնամ։ Որոշները հետևում են իրանց, ինչքան կարողանում են, իսկ կան մարդիկ, ովքեր ում ես ասում եմ, որ թե իրենք ինչ անեն, բայց նրանք կարծում են, որ ճիշտ մի անեն, այն ինչ իրենք են ուզում ու իմ խորհուրդներին չեն հետևում։ Բացի Հայաստանից ու Ամերիկայից շատ տեղեր եմ եղել, որտեղ զբաղվել եմ բժշկությամբ ու բոլոր տեղեր են մարդիկ գալիս ու բողոքում էին ինձ ու ուզում էին անեն այնպես, ինչպես իրենք են ուզում, բայց ես ասում եի, որ դա սխալ է ու եթե դուք հիվանդ եք, ուրեմն կան հատուկ ձևեր, որոնք ճիշտ են, որպեսզի դուք բուժվեք։ Ես կտանեմ երկրի գեղեցկությունը, որովհետև շատ գեղեցիկ երկիր է, ու կտանեմ մարդկանց գեղեցկությունը, որովհետև մարդիկ շատ գեղեցիկ են նույնպես։ So I'm here to help the people of Artsakh. Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ Արցախի մարդկանց, Because being a nurse. որովհետև ինձ համար բուժքույր լինելը նշանակում է օգնել նրանց ու նրանց հետ լինել։ Ես ուզում եմ օգտագործել իմ հմտությունները ու ինչ գիտեմ բժշկության մասին, որպեսզի օգնեմ մարդկանց, ովքեր կարիք ունեն իմ օգնության։ Ես սիրում եմ ճամփորդել ու ուզում եմ ճամփորդել ամբողջ աշխարհում, բայց չեմ ուզում, որ մենակ ճամփորդեմ ու դրա համար նաև փորձում եմ օգնել մարդկանց, որովհետև ես կարծում եմ, որ բոլորը կարևոր են ու բոլորը ստեղծված են Աստծո պատկերով ու իմ համար բոլորը իմ քույրերն ու եղբայրներն են։ Ես մարդկանց գրանցում եի, որպեսզի նրանք գան ու գնան բժշկի մոտ ու հարցնում էին նրանց հիվանդությունների մասին ու ինչպես կարող ենք մենք նրանց օգնել։ Ես սովորեցի այստեղի մարդկանցից աջակցել մեկը մյուսին։ Ինձ համար շատ հաճելի էր տեսնել, թե ինչքան են նրանք սիրում մեկը մյուսին ու իրենց երկիրը։ Արցախ ժամանած հասարակական կազմակերպություններն իրենց հետ դեղորայք էին բերել եւ տրամադրում էին արդեն հետազոտված հիվանդներին։ Հանրապետության շրջաններում մարդկանց ընթերցանության ակնոցներ տրամադրեցին թվով 1000-ից ավելի։ Հիմնականում մեր դեղորայք վիտամիններ են, պոլիվիտամիններ են, երեխաների համար, կանանց համար, մուլտիվիտամիններ են եւ ցավազրկող հիմնականում այն դեղամիջոցներն են, որը որ չի վնասում առողջությանը, ընդհանրապես ինքը հիմնական դեղեր են։ Եվ երբ որ դուրս են գնում բժիշկները, մենք բաժանում ենք ըստ կարիքի, այսինքն որ ժողովուրդը կարողանա օգտագործել այդ դեղերը, որը որ պետք է առնեն ու հնարավորություն չունեն շատերը։ Բաժանում ենք այդ դեղերը նրա համար, որ մարդիկ կարողանան սկզբնական գոնե, ասենք 1 ամիս օգտվեն։ Սա կարդալու ակնոցներ են, բաժանվում է ըստ պահանջի։ Ակնոցները շատ են բաժանվել, շատ կարդացող ազգուն ենք։ Այս օրինակ հանդիպումները նաև քաղաքական տար են պարունակում, վերադառնալով իրենց երկիրը պատմել Արցախի ու արցախցու մասին, վերհանել հայի խնդիրը։ Մեզ համար շատ կարևոր է, որ ամերիկացիներ իմանան Արցախի մասին, իմանան, որ էսի հիանալի երկիր է եւ ինչ փորձության մեջ եք այսօր եւ մենք կանգնենք ձեր հետ եւ մենք էլ ուրիշներին պատմենք ձեր մասին եւ իհարկե նրանք հիացած են, նրանք ուզում են գնան բոլորին պատմեն ձեր մասին։ Ոչ այդքան մարդկանց կարիքներ էստեղ բավարարելն է, այլ այն գաղափարը, որ մարդիկ մենակ չեն։ Մեր ժողովրդի համար շատ կարևոր է հասկանալ, որ իրենք մենակ չեն։ Օվկիանոսից այն կողմ էլի կան մարդիկ, ովքեր որ իրենց սիրում են, իրենց կողքին են, փորձում են իրենց լավագույնը, իրենց կարողության չափով անել մեր համար։ Սա մեծ ձեռքբերում է։ Մենք հայ չենք եւ դրա համար մենք գիտենք, որ շատերը չենք էլ իմանում
Արցախի մասին եւ դա մեզ համար ցավոտ է, որովհետեւ եւ մեր հյուրերը մեր հյուրերեն, որովհետեւ մենք արդեն կարծում ենք, որ մենք ձեզանից ենք, մեր հյուրերը ասում են, «Ոյ ինչ ոնց չենք իմացել Արցախի մասին» եւ նրանք ասում են բոլորը պիտի գան եւ տեսնեն այս գեղեցիկ երկիրը եւ իմանան այս պատմությունը եւ այցելեն այս հիանալի տեղը